Դատարան մասնակիցներ ավարտվեց 905-01-6 քրեական գործը։ Քննությունը մեղադրանքի իշխան Արմենի Վահանյանի 1804-2003 թվականին գնված և 01-07-2003 թվականին ուժի կորցրած քրեական օրենսգիրքի 375 հոդվածի 4-րդ մասով և 380 հոդվածի առաջին մասով։ Ամբողջությամբ և լիովին համաձայնվելով մեղադրողի մեղադրական իրավունքի բերված հիմնավորումների հետ, իշխան Վահանյանի մեղադրանքը հիմնավորում է նաև այլ ապացույցներով, որոնք ձեռք են բերվել դատաքննության ընթացքում։ 2020 թվականի հոկտեմբերի 9-ի հրամանով թիվ 22-24 հրամանի համաձայն Վահանյանը կոչումով մայոր նշանակվել է 59703 զորամասի 5-րդ գումարտակի հրամանատար և հրամանը ստացել իրականացնելով Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի Խուրած սարի վրա գտնվող դիրքերի պաշտպանությունը։ Նշված հրամանը ստանալուց հետո իշխան Վահանյանը 5-րդ գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել է Խուրած սար պաշտպանություն իրականացնելու համար։ Լինելով գումարտակի հրամանատար և պատասխանատու նշված դիրքերը պաշտպանելու հարցում Վահանյանը թույլ է տվել հանցավոր անպետություն, որն է հանգեցրել է ծանր հետևանքի։ Տեղյակ է եղել գումարտակի բարդ հոգեբանական վիճակի մասին, մինչև այդ զբաղեցնելով նշված գումարտակի շտաբի պետի պաշտոնը։ Քաջատեղյակ է եղել 5-րդ գումարտակի անձնակազմի, սպայական կազմի ոչ լրիվ և փորձառու սպաներով համալրված չլինելու մասին, շարքային կազմի անփորձ լինելու մասին և անձնակազմի կողմից ռազմամթերքով և անհրաժեշտ ինժեներատեխնիկական աշխատանքներ կատարելու համար համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պայմաններում 5-րդ գումարտակը տեղափոխել է Խուրած սարի դիրքեր։ Այն փաստը հաստատվեց ամբաստանյալը իր ցուցմունքով նշելով, որ իրեն վստահեցրել է և ինքը վստահ է եղել, որ այդ կողմից հարձակում չի լինելու։ Նմանատիպ ցուցմունք տվել է հենց ինքը իշխան Վահանյանը։ Լինելով փորձառու սպա, լավ հասկանալով թույլ տված սխալների հետևանքները, լքել է մարտի դաշտը, թողնելով 5-րդ գումարտակը առանց կենտրոնական հրամանատարության, խզելով գումարտակի ստորաբաժանների միջև կապը, իր հետ տանելով հայտարարված տեսակի կապի միջոցը։ Այդ քայլը ոչ միայն փլուզել է գումարտակի պաշտպանությունը, այլ նաև բացական ծանր հետևանքներ ունեցել գումարտակի վրա և նրա հետագա գործողությունների վրա։ Այն փաստը, որ 5-րդ գումարտակի սպայական կազմից ոչ ոք դատարանում ցուցմունք չտվեց, չհայտնեց Վահանյանի կողմից 5-րդ գումարտակի ստորաբաժանումների հրամանատարներից որևիցե հրաման տալու վերաբերյալ արդյունավետ պաշտպանություն, թշնամու թիրախի տակ հայտնված դասակների հետ նահանջ, տիքավորում, թշնամու ուղղությամբ կրակի արձակում, հետ նահանջի ուղղություն, շրջաձե պաշտպանության անցում և այլն ցուցումներ իր պարտավորություններից բխող հրամանների բացակայության մասին խոսում է այն, որ Վահանյանը չի կատարել որպես գումարտակի հրամանատար իր վրա դրած պարտականությունները։ Անգամ իր հրամանատարական կետից փախուստի պարագայում չի փորձել ինչ-որ կերպ տեղեկացնել սպայական կազմին առանց իր ներկայության գումարտակի պաշտպանության կամ հետնահանջ գումարտակի ստորաբաժանման հրամանատարներից Հայկազ Գրիգորյանի վրա թողնելու մասին։ Համաձայն ՀՀԶՈ-ի 73-89 հոդվածների սահմանված է հրամանատարների պետերի ընդհանուր պարտականությունները։ Օրենքի նշված պահանջները իշխան Վահանյանի կողմից չկատարելու փաստը հիմնավորվել է 5-րդ գումարտակի սպայական կազմը տեղակալ Հայկազ Գրիգորյանը, 5-րդ գումարտակի նախկին հրամանատարները Վաշտի հրամանատար Վազգեն Արտի Վարդանյանը, Լերկանում Մարտոցի նախկին հրամանատար Արսեն Աշոտի Վարիջյանը, 13-րդ Վաշտի հրամանատար Վարից Էշմի Դավթյանը։ Վերջիններս դատարանում տվեցին նույնակ բովանդակ ցուցմունքներ և հայտնեցին այն մասին, որ մարտական գործողությունների թեժ պահին իշխան Վահանյանը հայտնել է իր վիրավոր լինելու մասին, նստել մեքենան և հեռացել։ Իր պարտականությունները կատարելու ուղղությամբ իր հրամանատարական կազմին չի տվել ոչ մի ցուցում։ Այն, որ իշխան Վահանյանը հեռացել է մարտական դիրքից, թողնելով գումարտակը և այդ մասին չի զեկուցել վերադաս հրամանատարին, իր նախաքննական ցուցմունքներով, ինչպես նաև դատարանում հաստատել է ՊՊ 59-703 զորամասի նախկին հրամանատար Արտուր Մարտիրիկ Խարանյանը։ Այդ փաստը, որ գումարտակը մնացել է առանց կենտրոնացած հրամանատարության, հաստատել են ուժողներ Արտուր Հարությունյանը, ով նշելով, որ Վահանյանի հեռանալուց եղել է նրա կողքին և տեսել է վերջինս
որ նա ազատ տեղաշարժվել է, իսկ մյուս ուժով Դավիթ Սահակյանը տեսել է հեռացող կամազակով մեքենան, որի մեջ գտնվել է Վահանյանը, ով փորձ չի արել հնարավորինս վիրավորներ դուրս բերել մարտի դաշտից։ Ուժովը ցուցում տվեց այն մասին, որ Գևի մականոր կամավորականը զանգահարել էր եւ Վահանյանին մեղադրել է հրամանատարական կազմին մենակ թողնելու մեջ։ Նույնագովանդակ ցուցմունք են տվել նաեւ Գագիկ Սիմոնյանը։ Ցուցմունք տված ուժովներից եւ վկաներից ոչ ոք չհայտնեց, որ Վահանյանը ի վիճակի չի եղել կատարել իր պարտականությունները։ Ըստ իշխան Վահանյանի տված ցուցմունքների իրեն հայտնել են ինքը համոզված է եղել, որը իրենց դիրքերի ուղղությամբ Շնամին հարցակում չի իրականացնում, ինչու վերաբերյալ իսկ ձայնագրությունները դա հաստատ համոզված են, ցուցմունք տվել է հենց անվաստականը։ Այսինքն միշտ մարտերը սկսել է 5-րդ մարտակի հրամանատարը թույլ է տվել հանցավոր անգործություն, որն էլ առաջացրել է ծանր հետևանք։ Դա միտումնավոր ասել, միտումնավոր չի ասել, դա իստումա քննություն պետք է կատարել։ Նաև նախկինում մինչև հրամանատար նշանակվել հանդիսանալով 5-րդ մարտակի շտաբի պետ Խաչատրյան լինելով Հայկաց Գրիգորյանի կողմից մինչ այդ մարտական դիրքերը թողնելու եւ փախուստի դիմելու մասին Հայկաց Գրիգորյանը մենք գիտենք խռովների վաշկի հրամանատար հայտնի այդ գործողությունները չեմ կարծում որ շտաբի պետ այդ ամբողջ գործողություն մասին տեղեկություն չունենար եւ ոչինչ ասել է Հայկաց Գրիգորյանի շտաբի պետն է նշանակում տեղական է նշանակում հեռանալիս պարտականությունները թողնում Հայկաց Գրիգորյանի վրա այն անձի վրա որը արդեն զորամիավորումը թողել եթե թողել դա բադա հարցակ չի Հայկաց Գրիգորյանը Վաշտը, ասեցին հրամանատար չէ, որի կարելի է վստահել մարտակի հրամանատարությունը։ Մարտական գործողությունների ընթացքում դիմել է փախուստին։ Ինչպես հետագա գործողությունների ընթացքը ցույց է տվել Հայկաց Գրիգորյանը ի վիճակի չի եղել համախմբելու գումարտակը։ Բայց դրա վերաբերյալ բազմաթիվ ցուցմունքներ դատարանում տվեցին, որտեղ Հայկաց Գրիգորյանին առաջին զինվորներն ասացին, որ իրենի մոտ հարգանք չէր բերել։ Որ բացի իրական օրենսգրքի 375 հոդվածի 4-րդ մասի, 380 հոդվածի առաջին մասի, Վահանյանը կատարել է ևս երկու հանցագործություն։ Դրանից մեկը կայանում է նրանում, որ Վահանյանը մարտի դաշտից հեռանալիս անօգնական վիճակի մեջ է թողել գումարտակի զինվորներին։ Այս մասով կարող եմ ասել ըստ ինձ հանցակազմը Վահանյանի ավարտվել է այն պահից, երբ որ ինքը արդեն հրաժարվել է կատարել իր պարտականությունը հեռացել։ Այդ ժամանակ արդեն եղել են վիրավորներ, որոնց ի վիճակի էր հետը տանեն, մի կերպ տանել։ Այդ մասով քննություն չէ։ Դա առանցին հանցակազմ է։ Եվ այդ ուղղությամբ որևէ քննություն հարված չէ։ Եվ մեղադրանք չկա։ Երկրորդը կայանում է նրանով, որ Վահանյանը խախտելով զոր կանոնակարգը անպուտորեն է վերաբերել իր դրված պարտականություններին, պաշտ կերպով չի կազմակերպել 5-րդ գումարտակի պաշտպանությունը, որը հանգեցրել է ծանր հետևանքի։ Իշխան Վահանյանի նշված գործողությունները ոչ մի կապ չունի սուրբ քրեական գործով առաջադրված մեղադրանքի հետ։ Երբ թե պաշտպանության գործողությունները, երբ թե վիրավոր զինվորների մարտի դաշտում թողնելը, դրանք առանցին ավարտված հանցագործության դեպքեր են եւ արտացոլված չեն սուրբ քրեական գործի մեղադրանքում։ Դատական ակտ կայացնելիս պետք է անդրադառնալ դատականության ընթացքում այդ ուղղությամբ ձեռքբերված ապացույցներին։ Սուրբ քրեական գործի դատականության ընթացքում ակնհայտորեն ձեռքբերվեցին ապացույցներ նաև վերադաս հրամանատարական կազմի կողմից իրենց պաշտոնական պարտականությունների կատարմանը անխույթ վերաբերելու փաստի մասին։ Այսպես 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի լիազորային կոմիսիայի հրամանատարի տեղակալ Աշոտ Ղազարյանը, Ալյոշ Դավթյանը այցելել 5-րդ գումարտակի գտնվելու վայր։ Հրահանգավորել են Վահանյանին դիրքերի պաշտպանության և անվտանգության կազմակերպելու ուղղությամբ և արդեն հաջորդ օրը 10-10-2020 թվականի Վահանյանը զանգահարել է և Աշոտ Ղազարյանին զեկուցել, որ զորքը փախչում է։ Դա նույնպես խոսում է այն մասին, որ Վահանյանը չի կատարել վերադարձ պետերի հրամանել է։ Իսկ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանը չի փորձել ճշտելու 5-րդ գումարտակը տիրող իրավիճակի և պաշտպանական դիրքերի կազմակերպման ուղղությամբ կատարած աշխատանքների մասին։ Դա նշանակում է, որ զորամասի հրամանատարը չի կատարել իր պարտականությունները։ Դատաքննության ընթացքում
Վերահադրողի դատարանին հայտնի դարձան այնպիսի փաստեր, որոնք կապված են 2020 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 27 ընկած ժամանակահատվածին, որը զորամիավորման բարձրացնում հրամանատարական կազմը Արեն Արուստամյանի գլխավորությամբ խաչատեղյակ լինելով թշնամու կողմից կուտակումների հարձակման նախապատրաստման լինելու մասին չէր ձեռնարկել ոչ մի միջոց հանրապետության պաշտպանություն ուժեղացնելու, զրահատեխնիկական եւ հոբ համակարգերը տեղափոխել, զինամթերքը զորամասից ավելի ապահով տեղափոխելու ուղղությամբ, ավելին, ինչպես հայտնի դարձավ, դատաքննության ընթացքում 59-703 զորամասի 5-րդ գումարտի նորակոչիկներին հանգիստ թողել են զորանոցներում թշնամու ուղիղ հարվածի տակ, արդյոք դա արդեն իսկ հանցագործություն չի, արդյոք հենց սեպտեմբերի 27-ի կատարված գործողությունը, որի տակ հայտնվել են երեխաները նորակոչիկները, դա իրենց հետագա, ինչու միայն նորակոչիկ, բոլորը, դա չի ազդել իրենց հոգեբանական բարոյական վրա, չի ազդել ամբողջ զորամասի, ամբողջ հարավային թևի գործողությունների վրա։ Ամենայն հարգանքով, իհարկե, մեր հակաժող մեղադրողներն եմ շատ հարգում, հաշվի առնելով դատարանի փորձառությունը, հաշվի առնելով դատարանի աշխատելաոճը, զուտ իմ կարծիքի համար եմ ասում, եւ այն մտքի հնարավորությունները ունի, այստեղ մնում է մեկ բան, որ դատարանը ունենա կամք հետամուտ լինելու եւ իր հնարավորությունները սահմանելու ստիպելու դատախազությանը համապատասխան մարմիններին իր որոշումներով որպեսզի ընթացք տարվի եւ դրանից ոչ միայն այսույն քրեական գործով, այլ ամբողջ հայտնի դարձած այս դատարան հայտնի դարձած դեպքից մյուս քրեական գործերի վրա իսկական բավականին մեծ ազդեցություն ունենա եւ օգնի բացահայտելու եւ ամենակարևոր հանգամանքը դա կարող է ոչ միայն նրանց բացահայտելը, անկախելու հետագա գործողություն, անկախելու հետագա հրամանատարների նմանատիպ վարքագիծ, որը ամենակարևոր բանը։ Պատվարժան դատարան սույն քրեական գործի դատականության մեծ մասով վերհանվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից 44 օրվա պատերազմում թույլ տված սխալները, վաստողումները եւ հատկապես հրամանատարական կազմում եղած թերությունները։ Պատիժ նշանակելիս դատարանը պետք է հաշվի առնի նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետություն ներկա պահին դեռևս գտնվում է պատերազմական վիճակի եւ իր դատական ակտով պետք է անհրաժեշտ խիստ մոտեցում ցուցաբերի Վանյանին որպես սպայի, որպես կանխի հետագայում նմանատիպ հանցանքների կատարումը։ Արդարադատության նպատակներից ամենակարևորներից մեկը հանցագործությունների կանխարգելումն է։ Վերաբերյալ հիման վրա դատարանից խնդրում ենք Վանյանի նկատմամբ նշանակել առավելական խիստ պատիժ, իր պաշտպանության միտումնավոր թե անփոթորեն ոչ պատշաճ կատարելով եւ վիրավոր զինվորներին առողջական վիճակում թողնելու դեպքով միջնորդություն ուղարկել դատախազություն Վանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ։